Մշակման փուլում է գտնվում միգրացիոն նոր ռազմավարությունը, որտեղ առանձին անդրադարձ է կատարվում քաղաքացիության ինստիտուտին եւ դրա վերափոխման տեսլականին։ Քանի որ անդրադարձա քաղաքացիության թեմային, ներկայացնեմ նաեւ ամփոփ վիճակագրական պատկեր Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների կողմից հայ քաղաքացիություն ստանալու համար ներկայացված դիմումների մասով։ Ընդհանուր թվով հայ քաղաքացիություն է ձեռք բերել 39650 Ղարաբաղից տեղահանված անձ, որից 27296 անձի նախագահի հրամանագրով շնորհվել է հայ քաղաքացիություն, մերժման դեպքեր չեն եղել։ Քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգի նոր թվային համակարգի գործարկման պահից այս տարվա հունվարի 1-ից նկատվում է Ղարաբաղից տեղահանված անձանց կողմից հայ քաղաքացիություն ստանալու դիմելիության աճ։ Մասնավորապես այս տարի հունիս ամսվա սկզբի դրությամբ թիվը կազմել է 11146, Ղարաբաղից տեղահանված անչափահաս անձանց թիվը կազմել է 28000, որից շուրջ 12000 անչափահասներին տրվել է հայ քաղաքացիություն։ Թվայնացման եւ ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ եւս 2025 թվականի ընթացքում մեծածավալ աշխատանքներ են իրականացվել, դրանցից են համայնքային եւ քրեական ոստիկանության գործիքակազմերի թվայնացման նախաձեռնումը, արտադրական վտանգավոր օբյեկտների շտեմարանի ձևավորման նախաձեռնումը, վարորդական վկայականների եւ հաշմարման վկայագրերի լիարժեք եւ ամբողջական թվայնացումը, ավտոմեքենաների առուվաճառքի գործարքի ամբողջական եւ համալիր թվայնացումը, վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական կամ գործնական քննություններին պետական տուրքի դիմաց արտահերթ մասնակցության հնարավորությունը, քննական տրանսպորտային միջոցները հագեցվել են նաեւ տեսահսկման համակարգերով, տրանսպորտային միջոցների պետական գրանցման հաշվառման գործողության արդյունքում ըստ անհրաժեշտության տպագրված փաստաթղթերի եւ հաշվառման համարանիշների փոստային առաքումը, տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշների էլեկտրոնային աճուրդի ամբողջական թվայնացումը, քաղաքացիության շնորհման կամ դադարի դիմումների ընդունման եւ գործերի վարման թվայնացումը, 2026 թվականի հունվարի 1-ից գործարկված օտարերկրացիների կացության կարգավիճակների թվայնացման նախաձեռնում, փաստացի բնակության հիմքով հաշվառում ձեռք բերելու եւ այն փոխելու գործընթացի թվայնացում, հերթագրման համակարգեր ՆԳՆ մատուցվող բոլոր հանրային ծառայությունների համար ամբողջապես թվայնացված։ Ներքին գործերի նախարարության կրթական ծառայություններ ծրագրի համատեքստում պետք է արձանագրեմ, որ 2025 թվականին ամբողջությամբ ձևավորվել է ՆԳՆ միասնական կրթահամալիրը, որի նպատակը միջազգային չափորոշիչներին համապատասխան եւ մրցունակ մասնագետների պատրաստումն է։ Հատկանշական է, որ կրթահամալիրի ձևավորումը ոչ միայն պարզապես կառուցվածքային փոփոխություն է, այլ բովանդակային, կրթությունը դարձնելով կարիերայի առաջընթացի յուրաքանչյուր շրջափուլի անբաժանելի մաս։ 2025 թվականի ընթացքում ներքին գործերի նախարարության կրթահամալիրում վերապատրաստում են անցել շուրջ 13000 հանրային ծառայողներ։ 2025 թվականին մեկնարկել եւ արդեն իսկ ավարտվել են ներքին գործերի նախարարության կազմում ազանգերի օպերատիվ կառավարման 1 միասնական կենտրոնի 112-ի ձևավորման աշխատանքները, ասեմ, որ գրասենյակը 2026 թվականի փետրվարի 15-ից գործում է եւ մենք ունենք զանգերի սպասարկման, տևողության